ազատների ներկայացումը այստեղ ինչպես է գնահատում հանրության շանսերը, հայ առաքելական եկեղեցու դուրս գտնվող մարդկանց շանսերը այս անգամ հաղթահարել մարտահրավերը։ Ընդհանրապես հայտնի է, որ արդարների ճանապարհը դժվար է եւ արդարներին հաղթանակը դժվարությամբ է տրվում, բայց դա հենց իրական հաղթանակ է եւ իրական վաստակած հաղթանակ է եւ հիմա այն խոսքը, որ Միքայել Սրբազանը իրականում ամենաազատ մարդն է, լիովին համապատասխանում են եւ շատերը, որոնց թվում է, թե իրենք ազատ են, շատ հարցերով ավելի կախված են, ավելի անազատ են, քան Միքայել Սրբազանը, եւ սա կարծում եմ նաեւ այն ամենամեծ գնահատականն է, որ հանրությունը տվել է արդար հոգեվորականին, իրական ազնվականին, իրական հայրենասերին։ Ասում են խնդիրը գեոպոլիտիկ է, հետևաբար այստեղ նաև գերտերություններն են շահագրգռված, որ չլինի ազգային եկեղեցի, լինի Հայաստանի, այսպես իրական Հայաստանի եկեղեցի, համահայկական ցանցը վերանա արդյունքում, ինչ անել, որ չստացվի։ Ընդհանրապես միշտ հայ առաքելական եկեղեցին եւ հայ ազգի տարբեր խնդիրները հայտնվել են գեոպոլիտիկ տիրույթում, բայց դարերի ընթացքում հայ առաքելական եկեղեցու եւ նվիրյալ հոգեվորականների, ինչպիսին է Միքայել Աչապահյանը, եւ նաեւ հենց իր տոհմի Աչապահյանների, Հայթումյանների գլխավորությամբ հայ ժողովուրդը կարողացել է հաղթանակել եւ բնական է, չպետք է այդքան պարզունակ մտածել, որ սա ուղղակի ներքին հարց է, սա բնական է, որ ավելի լայն ընդգրկում ունեցող հարց է եւ վստահ եմ, որ այս անգամ եւս հայ առաքելական եկեղեցու գլխավորությամբ հայ ազգի արթմնի հատվածի համախմբմամբ մենք կարողանալու ենք շարունակել մեր դարավոր ընթացքը, շարունակելով այն հաղթանակները, որոնք պարգևել են այս ազգին նաև Աչապահյան տոհմի բազմաթիվ հոգևորականներ։ Եկեղեցու նկատմամբ գրողները եւ երկու վերջին մեծ պարտությունները, հատկապես Գյումրիում, 7-վերք եկեղեցում եւ Մայրաթոր գրողի տապալումը, ինչ է հուշում մեզ եւ այն մարդկանց, ովքեր դեռ այսպես զգուշավոր են եւ վախենում են տնից դուրս գալ։ Իրենք ասում են այդ օրը նաեւ դատավորներ են, այսպես բացեի բաց գործող դատավորներ են եղել ի պաշտպանություն վեհափառ հավաքված մարդկանց շարքերում։ Հուշում եմ, որ արդարության հաղթանակը դժվար ընթացքով, բայց շատ գեղեցիկ է եւ հուշում եմ, որ այդ հաղթանակի առաջին ծնծաղիկները արդեն նշմարելի են եւ արդարությունը վերածվելու է շատ ավելի մեծ այսպես իրականության ու առանց այսպես առաջին ծնծաղիկների, առանց նվիրալների պայքարի դա անհնար է։ Կարծում եմ, որ այդ անարդարության սառույցը սկսվելու է հալվել, չնայած առաջիկա ձմեռվա, բայց սկսվելու է հալվել եւ նման մարդիկ են Միքայել Աչապահյանի եւ մյուս երախտավորների նման մարդիկ են, որ ուրվագծում են այդ հաղթանակը ինքնազոհության գնով։